Կան վայրեր, որտեղ ժամանակը կանգ է առել, եւ Ուփլիսցիխեն այդ վայրերից մեկն է։ Յուրաքանչյուր քարանձավ իր մեջ կրում է մի դարաշրջանի հետք, առաջին երկաթե գործիքներից մինչև մոնղոլական ներխուժումները, հեթանոսական զոհաբերություններից մինչև քրիստոնեական պատարակներ։ Ուփլիսցիխեն քարի մեջ փորագրված քաղաք է, բայց ոչ ոք հստակ չգիտի, թե ով եւ ինչու է այն ստեղծել։ Ոմանք այն կոչում են Աստծո բերդ, մյուսները արևի հնագույն տաճար, իսկ ոմանք էլ քարանձավային քաղաք, որտեղ ապրում են անհետացած ժողովուրդների ստվերները։ Ուփլիսցիխեն ստեղծվել է այնպիսի վաղ ժամանակներում, որ դժվար է զատել լեգենդները իրականությունից։ Հնագետներն ասում են, որ առաջին մարդիկ այստեղ հայտնվել են դեռ մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակի սկզբին, երբ երկաթը նոր էր սկսել տիրել աշխարհում։ Այն ժամանակ, երբ Եգիպտոսը, Բաբելոնը եւ Ասորեստանը բարգավաճում էին, այստեղ ժայռերի մեջ ձևավորվում էր մի քաղաք, որը նրանցից շատ ավելի երկար էր ապրելու։ Այստեղ պատեր չկան սովորական իմաստով, ամեն ինչ տաճարներ, դահլիճներ, փողոցներ, նույնիսկ օրորոցներն ու գահը ստեղծվել են նույն քարից։ Այս վայրը իր մեջ կրում է մարդկային քաղաքագրթության ավելի քան 3000-ամյակ, լուռ վկայելով թագավորությունների վերելքի եւ անկման, կրոնների եւ մշակույթների փոփոխման մասին։ Միջնադարյան մատենագրությունը քաղաքի հիմնադրությունը կապում է Մցխեթոսի որդի առասպելական Ուփլոսի անվան հետ։ Անտիկ շրջանում Ուփլիսցիխեն դառնում է Վրաստանի ամենահզոր հեթանոսական կենտրոններից մեկը։ Այստեղ էին պաշտվում արևը եւ բնության տարերքները։ Հնագիտական գտածոները վկայում են քաղաքի առևտրային կապերի մասին, Արարատյան թագավորության եւ Մարաստանի հզոր պետությունների հետ։ Հելենիստական տարաշրջանում, երբ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո հունական մշակույթը տարածվեց ամբողջ արևելքում, Ուփլիսցիխեն ստացավ նոր շունչ։ Այս ժամանակ են կառուցվում թատրոն, գահասրահ, տաճարներ ու բազմաթիվ բնակարաններ։ Այդ շինություններից շատերն այսօր էլ կանգուն են։ Քաղաքի ծաղկման շրջանը այնքան հզոր էր, որ այստեղ կարող էին ապրել մինչև 20,000 մարդ, հսկայական թիվ հին աշխարհի համար։ Քաղաքի ճակատագիրը փոխվեց 4-րդ դարում, երբ Սուրբ Նունեն քրիստոնեությունը բերեց Վրաստան։ Նոր հավատքի ընդունումը իսկական մշակութային հեղափոխություն էր։ Հին հեթանոսական տաճարները կամ ավիրվեցին, կամ վերափոխվեցին։ Արեգակի գլխավոր տաճարի տեղում կառուցվեց եկեղեցի։ 6-րդ դարում քաղաքի կենտրոնում գտնվող մեծ հեթանոսական տաճարը մոտ 400 քառակուսի մետր տարածքով վերածվեց եռանավ բազիլիկի։ Միջնադարում Ուփլիսցիխեն հայտնի է որպես բերդ, որը հաճախ անցնում էր ձեռքից ձեռք։ Գուրգետը, որն առաջ հոսում էր քաղաքի հյուսիսարևմտյան կողմից, միջնադարում փոխեց իր հունը, եւ գետի հին հունի տեղում ձևավորվեց բերի հողատարածք, որտեղ առաջացավ նոր բնակավայր։ Երբ արաբները գրավեցին Թբիլիսին եւ վերածեցին մուսուլմանական էմիրության, Ուփլիսցիխեն դարձավ Քարթլիի թագավորության մայրաքաղաքը։ Այս ժամանակահատվածում Քարթլիի թագավորությունն այնքան փոքր էր, որ չէր տարածվում Ուփլիսցիխեից այն կողմ։ Պատկերացրեք մի ամբողջ թագավորություն մեկ քարանձավային քաղաքի մեջ։ Հենց այս անառիկ ամրոցի գոյության շնորհիվ էր, որ Քարթլիի թագավորությունը փրկվեց լիակատար ոչնչացումից, պահպանելով իր մշակութային եւ քրիստոնեական հավատքը այդ մռայլ ժամանակներում։ Միջնադարյան քաղաքը զգալիորեն տարբերվում էր անտիկ Ուփլիսցիխեից։ Հեթանոսական տաճարների տեղում հայտնվեցին արբնոցներ, հացի թոնիժներ, պահեստներ ու տներ։ 10-րդ դարում կառուցվեց մի եկեղեցի, Ուփլիսցուլի, այսինքն արքայազնի եկեղեցին, այն դարձավ քրիստոնեական Ուփլիսցիխեի խորհրդանիշը։ Ըստ ավանդության հենց Ուփլիսցիխեում է 1178 թվականին երիտասարդ Թամարը թագադրվել որպես հոր Գեորգի III գահակից։ Քաղաքի անկման շրջանը սկսվեց 1122 թվականին, երբ Դավիթ Շինարարը ազատագրեց Վրաստանը արաբներից եւ երկրի կենտրոնը վերջնականապես տեղափոխեց Թբիլիսի։ Սակայն իսկական աղետը եկավ, երբ մոնղոլները ավերեցին Ուփլիսցիխեն։ Քաղաքը այլևս երբեք չվերականգնվեց։ Մոնղոլները ոչ միայն ավերեցին քաղաքը, այլ նաև այրեցին շրջակա անտառները, վերածելով բարգավաճ տարածաշրջանը անապատի։ 14-րդ դարից սկսած Ուփլիսցիխեն ավելի շատ օգտագործվել է որպես ժամանակավոր ապաստարան։ Ներխուժումների ժամանակ շրջակա գյուղերի բնակիչները վտանգից պաշտպանվելու համար ապաստան էին գտնում նրա քարանձավներում։ 18-րդ դարի պատմիչ Վախուշտի Պագրատյոնին գրել է, որ Ուփլիսցիխեն քաղաք է եղել մոնղոլների ներխուժումից առաջ, բայց այժմ ավերակների մեջ է։ 19-րդ դարում ֆրանսիացի հետազոտող Ֆրեդերիկ Դյուբուան այցելել է տարածաշրջան եւ Ուփլիսցիխեում հայտնաբերել է հայերեն եւ արաբերեն արձանագրություններ։ Քաղաքը վերջնականապես լքվել է բնակիչների կողմից միայն 19-րդ դարում, ինչի հետևանքով ավարտվել է նրա ավելի քան 3000-ամյա պատմությունը։
20-րդ դարի կեսերին սկսվեց այս եզակի հուշարձանի գիտական ուսումնասիրություններն ու պահպանումը։ 1957 թվականին սկսվեց Վրաստանի պետական արվեստի թանգարանի ճարտարապետական և հնագիտական համալիրի արշավախմբի համակարգված աշխատանքը։ Տասնամյակներ տևած հետազոտությունների ընթացքում բնակավայրը մաքրվեց, իսկ որոշ կառույցներ ամրացվեցին լրացուցիչ երկաթբետոնե կառույցներով հետագա քայքայումը կանխելու համար։ 1968 թվականին հնագետների խնդրանքով իշխանությունները ժայռի ստորոտում գտնվող գյուղի բնակիչներին տեղափոխեցին շրջակա գյուղեր, հնավայրը պահպանելու համար։ Այսօր Ուպլիսցիխեն Վրաստանի ամենակարևոր հուշարձաններից մեկն է։ Ժամանակին գոյություն ունեցած ավելի քան 700 քարանձավներից և տարբեր կառույցներից մոտ 150-ն են բաց մնում։ Հին համալիրի շատ հատվածներ մնում են չուսումնասիրված։ Այստեղ կարող եք տեսնել դեղատների, կահասենյակի, հելենիստական թատրոնի, կոյուղու համակարգի և ջրատարի մնացորդներ։ Պահպանվել են բազմաթիվ գաղտնի թունելներ, ջրամբարներ, գինու մառաններ և թատրոններ։ Չմոռանաք հավանել այս տեսանյութը և բաժանորդագրվել ալիքին։